ապացուցումը եւ ապացույցները առհասարակ առանցքային նշանակություն ունեն քրեական դատավարությունում, որպեսզի առավելապես ավելի խորքային հասկանանք, թե ինչ նշանակություն ունեն դրանք, նախ պետք է հասկանանք, թե ինչի համար են առհասարակ ապացույցները եւ որն է դրանց նպատակն է, եւ ապացույցները եւ ապացուցումը։ Ապացուցումը, եթե օրենսդրական իմաստով մեկնաբանենք, դա վարորդի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար որոշակի օրենսդրությամբ սահմանված գործողությունների կատարումն է, մասնավորապես ապացույցների հավաքումը, գնահատումը, դրանց ստուգումը։ Եթե ավելի լայն իմաստով մեկնաբանենք, ապացուցումը դա օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու միտված որոշակի գործողությունների համախումբ է։ Սակայն այստեղ եւս որոշակի, այսպես ասած, երկիմաստություն կա, որովհետեւ եթե իդեալիստական իմաստով ենք ներկայացնում, ապա իդեալիստական իմաստով ապացուցումը դա օբյեկտիվ կամ բացարձակ ճշմարտությունը բացահայտելու միտված գործողություն է, իսկ ռեալ պայմաններում ոչ թե օբյեկտիվ ճշմարտության, այլ ավելի շատ դատական կամ դատավարական ճշմարտությունը բացահայտելուն ուղղված գործողություն է։ Ինչպես քվանտային ֆիզիկայում հայտնի բոլորիս կանոն կա, որ դիտարկողը կարող է կանխորոշել դիտարկվող օբյեկտիվ վարքագիծը, այնպես էլ ապացուցման գործընթացում, հատկապես փաստաբանի համար, կարևոր է որպեսզի փաստաբանի ունակությունը կոնկրետ հանգամանքները ապացուցելու։ Եթե օրինակ վարորդ իրականացնող մարմնի համար պետք է առավելապես խորքային ճիշտ լինի, որպեսզի վարորդ իրականացնող մարմինը բացահայտի բացարձակ ճշմարտությունը, ապա մասնավորապես փաստաբանի համար կարևոր է որպեսզի փաստաբանը ապացուցի կոնկրետ իր պաշտպանալի հետ կապված կոնկրետ կարևոր հանգամանքներ։ Ինչու է կարևոր արդար դատաքննության մեջ ապացուցման գործընթացը։ Նախ, եթե մենք վերցնում ենք ինկվիզիցիոն դատավարության ժամանակաշրջանում, եթե ապացուցման հիմնական նպատակը դա օբյեկտիվ ճշմարտության բացահայտումն էր, բայց ոչ միշտ օրենքով նախատեսված եղանակներով, այսինքն գործում էր մաքիավելիական նպատակը արդարացնում է միջոցները, սկզբունքները, բայց արդեն արդար դատաքննության պայմաններում կամ մրցակցային դատավարության պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն հավասար հնարավորություններ, ապացուցման գործընթացը ավելի դյուրին է ընթանում եւ հնարավորություն է ընձեռնում արդեն դատավարության հակադիր կողմ ունեցող անձանց օրենքով սահմանված եղանակով իրականացնելու իրենց պաշտպանությունը։ Եվ այս իմաստով ապացուցման գործընթացը էլ ավելի է հեշտանում մրցակցային դատավարության պայմաններում, ինչը արդար դատաքննության սկզբունքի, իրավունքի հենքն է հենց հանդիսանում։ Որպես այդպիսին օրենսդիրը ապացույցների տեսակների մեջ որևիցե տարբերություն չի դնում դրանց արժեքային իմաստով, սակայն կախված գործի բնույթից, այսինքն ինչ տիպի վարույթ է քննվում, ինչ հանցագործություն է քննվում, կոնկրետ ապացույցը կարող է առավել արժեքային նշանակություն ունենալ։ Թեկուզ օրենքը նաև այդ տարբերակումը չի դրել, բայց նաև օրենսդրական մակարդակով կան որոշակի հանգամանքներ, որոնք բացառապես կոնկրետ ապացուցողական գործողությունների կամ ապացույցների միջոցով են հաստատվում։ Օրինակ անձի տարիքը, անձին պատճառված մարմնական վնասվածքի բնույթը, դրա աստիճանը եւ այլ հանգամանքներ, որոնք օրենքը պարզապես բացառապես կոնկրետ ապացույցների միջոցով են հաստատվում։ Եթե նույնիսկ այդ հանգամանքը չդիտարկենք, տեսեք, գոյություն ունեն անձնային ապացույցներ եւ ոչ անձնային ապացույցներ կամ ուղղակի եւ ոչ ուղղակի ապացույցներ։ Շատ կարևոր է որպեսզի մենք հասկանանք, որ եթե գոյություն ունի օբյեկտիվ բնույթ կրող ապացույց եւ գոյություն ունի անձնային ապացույց, ապա այդ անձի գիտակցության վրա որոշակի ազդեցություն գործադրելը առավել հեշտ է եւ հնարավոր է, քան օրինակ օբյեկտիվ նշանակություն ունեցող ապացույցի վրա որևէ միջամտություն իրականացնելը։ Օրինակ, եթե կա ինչ-որ կոնկրետ դեպքի վերաբերյալ տեսագրություն, ապա ողջամտորեն ենթադրելի է, որ գրեթե անհնար է այդ օբյեկտիվ ապացույցի վրա որևիցե միջամտություն իրականացնելը, կամ եթե կա գրագետ կազմված փորձագետի եզրակացություն։ Եվ այս իմաստով, եթե մենք օբյեկտիվ ենք նայում իրավիճակին, ապա միանշանակ
կոնկրետ գործի բնույթից կախված որոշակի ապացույցները առավել արժեքային նշանակություն ունեն։ Օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ օրենքի էական խախտմամբ ստացված ապացույցները չեն կարող քրեական վարույթում օգտագործվել, նաև նշված է, թե կոնկրետ որ դեպքերն են վերաբերում հենց այդ օրենքի էական խախտումներին։ Օրինակ, եթե ապացույցը ձեռք է բերվում այնպիսի անձի կողմից, որը իրավասություն չունի այդ ապացույցը ձեռք բերելու, ապացույցի անթույլատրելիությունը հանգեցնում է նրան, որ կոնկրետ քրեական վարույթի շրջանակներում նշված ապացույցը որպես մեղադրանքի հիմքում չի կարող դրվել եւ այդպիսով, եթե օրինակ ունենում ենք մի այնպիսի քրեական վարույթ, որտեղ օրինակ միակ ապացույցը ճանաչվում է անթույլատրելի, այս հիմքում արդեն իսկ անձը արդարացվում է։ Բացի այդ, որ օրենսդրությամբ սահմանված է ապացույցների անթույլատրելիությունը, նաև սահմանված է ապացույցների սահմանափակ օգտագործման որոշակի դեպքեր։ Օրինակ, եթե ապացույցը ձեռք է բերվում օրենքով սահմանված կարգով, սակայն այդ ապացույցի մեջ կան որոշակի հանգամանքներ, որոնք չեն կարող օգտագործվել։ Օրինակ, եթե տեղի ունեցել դեպքի վայրի զննություն կամ օրինակ, եթե դատարանի որոշման հիման վրա բնակարանում կատարում է խուզարկություն եւ դատարանի որոշմամբ հստակ նախանշվել է, թե այդ խուզարկության արդյունքում ինչպիսի իրեր առարկաներ կարող են ձեռք բերվել, բայց այդ գործողությունների արդյունքում ձեռք են բերվում մի այնպիսի տվյալներ, որոնք թեև որոշակի առումով հաստատում կամ հերքում են վարույթի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ, սակայն դրանք չեն կարող այդ վարույթի ընթացքում օգտագործվել, ասվածը նրա մասին է, որ կոնկրետ այդ վարույթային գործողության արձանագրությունը անթույլատրելի չի ճանաչվում, բայց այդ վարույթային գործողության արձանագրության մեջ նշված հաստատված այդ հանգամանքը, որ կոնկրետ վերցրել են օրենքով չթույլատրված առարկա, այդ հանգամանքը չի կարող կոնկրետ վարույթի շրջանակներում, այդ փաստը վարույթի շրջանակներում օգտագործվել։ Եթե խոսքը չի գնում կոնկրետ անթույլատրելի ապացույցների մասին, այսինքն եթե ձեռք է բերվել ապացույցը այնպիսի աղբյուրից, որը անհայտ է, այսպես ասած, ապա վարույթ իրականացնող մարմինը, որպեսզի կարողանա որոշում կայացնի կոնկրետ ապացույցի հավաստիության մասին, ապա մեծ նշանակություն ունի այդ ապացույցի ձեռքբերման աղբյուրը։ Օրինակ, անդրադառնալով անձնային ապացույցներից, եթե այդ ապացույցը ձեռք է բերվել կոնկրետ օրինակ տուժողի ցուցմունքի հիման վրա, այդ տուժողի հայտնած տվյալի հիման վրա, այլ անձանց ցուցմունքի վրա, կամ չգիտեմ, ցուցմունք տվող անձինք ոստիկանության աշխատակիցներ են բոլորը, ապա դատարանը պետք է այս հանգամանքը նույնպես գնահատի եւ վերլուծի այն հանգամանքը, որ ըստ էության այդ անձանց ցուցմունքները շահագրգիռ անձանց ցուցմունքներ են, այսինքն դատարանը նաև պետք է պարզի կոնկրետ ցուցմունք տվող անձի շարժառիթները, այն ժամանակահատվածը, երբ անձը ցուցմունքը տվել է, օրինակ այդ ցուցմունքը տվել է դատապաշտպանի ներկայությամբ, թե առանց դատապաշտպանի մասնակցությամբ, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով միանշանակ կարևոր է այդ ապացույցի ստացման աղբյուրի պատշաճ վերլուծության հանգամանքը դատարանի կողմից։ Թվային հասարակության առհասարակ այդ արհեստական բանականության զարգացման զուգընթաց տեխնոլոգիաները այնպիսի աճ են ապրում, որ արկա տեխնիկական ռեսուրսների միջոցով կոնկրետ հատկապես թվային ապացույցների իսկությունը ստուգելը գնալով էլ ավելի է բարդանում, իսկ որոշակի հանգամանքներով նաև անհնարին է դառնում։ Այս բոլորիս հայտնի տեխնոլոգիաներ կան, մասնավորապես deepfake կոչվող գործիքակազմ կա, եւ երբ դրանք զուգակցվում են նաև արհեստական բանականության հետ, այնպիսի տեսաձայնագրություններ են կարող դրանցով ստանալ, որոնց իսկությունը պարզելը օբյեկտիվորեն շատ բարդանում է եւ այս իմաստով բնականաբար օրենսդրությունը պատշաճ որպես այդպիսին կարգավորումներ չունի եւ դա բնական է, քանի որ տեխնոլոգիաների զարգացումը շատ ավելի արագ է ընթանում, քան օրենսդրական բարեփոխումները կամ օրենսդրական փոփոխությունները։ Իմ կարծիքով ներկա օրենսդրական կարգավորումները բավարար չափով երաշխիքներ են տալիս իրագործելու այն նպատակները, որը հենց օրենքը իր մեջ ներառել է, մասնավորապես հստակ նախանշած է քրեական դատավարությունում, որ պետությունը պետք է ապացուցի կոնկրետ անձի մեղավորությունը եւ անձը նույնիսկ կարող է пассив, այսինքն մեղադրյալ այն անձը, որը մեղադրվում է հանցագործության մեջ, կարող է նույնիսկ пассив վարքագիծ դրսևորել եւ պետությունը պետք է
ապացուցի կոնկրետ անձի մեղավորությունը, այսինքն այդ պարտականությունը անձի անմեղությունը ապացուցելու դրված չէ հենց մեղադրյալի վրա եւ այս իմաստով ես կարծում եմ, որ այդ օրենսդրական մեխանիզմները հավուր պատշաճի իրականում իրականացվում են, որը նաեւ անմեղության կանխավարկածի հիմքում դրված այդ հիմնական առանցքն է։ Այսպիսի մի արտահայտություն կա նաև օրենքում շատ գեղեցիկ, որ չապացուցված մեղավորությունը դա ապացուցված անմեղությունն է եւ ես միանշանակ համաձայն եմ այդ ձևակերպման հետ եւ կարծում եմ, որ առկա օրենսդրական կարգավորումներով այդ օրենքի նախանշած նպատակները իրականացվում են։ Դատաքննչական պրակտիկայում ձևավորված մի այսպիսի հանգաման կա, որ օրինակ եթե Telegram-ան ինչ-որ արիքում տարածվում են որոշակի տեսագրություններ եւ դրանց օրինակ աղբյուրը պարզ չէ, պարզված չէ, ապա վարորդ իրականացնող մարմինը այդ տեղեկատվությունը, մասնավորապես այդ տեսագրությունները վերցնում են, ճանաչում են որպես արտավարորդային փաստաթղթեր եւ ներառում են կոնկրետ վարորդով ապացույցների զամբյուղի մեջ։ Այս իմաստով մի քանի խնդիր կա, նախ հաշվի առնելով այդ թվային տեխնոլոգիաների զարգացումը շատ հեշտ է այդպիսի ապացույցներ նախ ստեղծելը եւ երկրորդ մենք այստեղ ռիսկ ունենք, որ վարորդ իրականացնող մարմինը, եթե ոչ բարեխիղճ գործի, օրինակ որոշակի այնպիսի տեխնոլոգիաներ կիրառի, որոնք կիրառում են գաղտնի քննչական գործողությունների ընթացքում կամ ՕՀՄ-ների արդյունքում, ապա օրինակ այդ արդյունքը ՕՀՄ իրականացնելու տեղադրի ինչ-որ Telegram-յան ալիքներում, ապա այդ Telegram-յան ալիքներից վերցնի եւ արտավարորդային փաստաթուղթ ճանաչի, սա իրականում խնդիր է, հատկապես խնդիր է այն պայմաններում, որ այդպիսի ձևավորված արատավոր պրակտիկա նաեւ որոշակի քրեական գործերով մենք տեսնում ենք։ Փորձագիտական եզրակացությունների մասով որոշակի խնդիրներ ունենք, որտեղ շատ դեպքերում հանդիպում ենք դեպքեր, երբ որ օրինակ վարորդ իրականացնող մարմինը քննիչը փորձաքննություն նշանակելու որոշում է կայացնում, այդ որոշումը ուղարկում է համապատասխան փորձագիտական կենտրոն, այդ փորձաքննությունը արդեն իսկ իրականացվում է եւ անձում շահերին առնչվում է այդ փորձաքննությունը, post factum է տեղեկանում այդ փորձագիտական որոշման մասին եւ այս իմաստով որոշակի իրավունքներ, որը անձը պետք է տեղում իրականացնել, զրկված է լինում այդ իրավունքները իրականացնելուց եւ այս առումով կարծում եմ, որ մեր պրակտիկան կաղում է, խնդիրներ է առաջանում նաեւ մասնավոր անձանց կողմից նախաձեռնած փորձաքննությունների դեպքերում, մասնավորապես քրեական դատավարությունը չի արգելում կամ ուղղակիորեն թույլատրում է, որպեսզի մասնավոր անձինք նույնպես նախաձեռնեն փորձաքննություններ, սակայն այստեղ մի փոքրիկ, այսպես ասած, բայս կա, եթե քննչական մարմինները որոշում են կայացնում փորձաքննություն նշանակելու, ապա մասնավոր անձինք նախաձեռնում են եւ այդ քննչական մարմինների կողմից փորձաքննություն նշանակելու որոշումը տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմինների համար պարտադիր է, իսկ այլ չկա որևիցե օրենսդրական կարգավորում, որ օրինակ մասնավոր անձի կողմից նախաձեռնած փորձաքննությունը պարտադիր է եւ այս իմաստով նույնպես օրենսդրական որոշակի բաց կա, այսինքն կարգավորումները որպես այդպիսին հում են։